Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն 4 երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները։ Միջոցառումների համակարգող նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ ավելի քան 60 միջազգային պատվիրակություններ են ներկայանալու ոգեկոչման արարողությանը։ Որպես իրենց պետության և նախագահի ներկայացուցիչ Հանրապետության նախագահային ուղղված նամակներում բազմաթիվ ղեկավարներ նշել են, որ հայոց ցեղասպանությունը դա մեր համընդհանուր հիշողության և ամբողջ մարդկության դեմ կատարված հանցագործության 100-րդ տարելիցն է և հետևաբար իրենք պետք է ներկայացված լինեն ամենաբարձր մակարդակով։ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի 3 դաշնակիցներից միայն Ռուսաստանն է, որ ամենաբարձր նախագահի մակարդակով է մասնակցելու ապրիլ 24-յան միջոցառմանը։ Ինչպես գիտեք, Ղազախստանում այդ օրերին նախագահական ընտրություններ են և մենք այնտեղից պատվիրակություն չենք սպասում։ Բելարուսը, ես հիմա ցուցակները չունեմ ձեռքիս տակ, բայց Բելարուսը, եթե չեմ սխալվում, ներկայացված է պետական մակարդակով, բայց ով կոնկրետ ես հիմա դժվարանում եմ պատասխանել։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա Վիգեն Սարգսյանը կրկնեց դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունը, թե Վաշինգտոնը ներկայացնող պատվիրակության կազմը նշանակելու է անձամբ երկրի նախագահ Բարաք Օբաման։ Մեր մոտեցումը միշտ եղել է այն, որ մենք առաջինը որևէ մեկի մասնակցությունը չենք հաստատել, միշտ թողել ենք իրենց հայտարարելու դրա մասին։ Այսպիսով այս շաբաթ մեկնարկում են 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները։ Վաղը վերաբացվելու է Ցեղասպանության թանգարան ինստիտուտը եռապատկված ցուցադրական տարածքով ու նոր նմուշներով։ Ապրիլի 22-ից 23-ը Երևանում անցեկացվելու ընդդեմ ցեղասպանության հանցագործության միջազգային ֆորումը, որի շուրջ 500 մասնակիցներ նաև միասնական հայտարարություն են ընդունելու։ 100-ամյակներ անց ապրիլի 23-ին հայաստանյան եկեղեցին դարձյալ կիրականացնի սրբադասում։ Տեր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի փոխանցմամբ հատուկ շարականից բացի պատրաստ է նաև սրբապատկերը։ Ոչ թե անհատական սրբադասում է, այլ հավաքական սրբադասում է, ուստի ուրեմն նաև նկարվել է այս սրբոց մահատակած սրբապատկերը, որը կոչվի այդ արարողության ընթացքին։ System of Down Rock խմբի երևանյան համերգին կկարողանա մասնակցել 50,000 մարդ, այնուհետև Հանրապետության հրապարակի մուտքը փակվելու է։ Իսկ ապրիլի 24-ի երեկոյան դարձյալ հրապարակում տեղի կունենա դասական համերգ 4 տասնյակ երկրներից ժամանած երաժիշտների մասնակցությամբ։ Այստեղից էլ այնուհետև սկիզբ է առնելու ամենամյա ջահերով երթը։ Իդեպ Վիգեն Սարգսյանն այսօր անդրադարձավ նաև ճարտարապետների քննադատությանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կառուցված տաղավարի վերաբերյալ։ Վստահեցրեց, որ այն ժամանակավոր է նախատեսված հեռուստատեսային հեռարձակման համար։ Միջոցառումներից հետո ապա մոնտաժվելու է։ Որևէ խոսք չի կարող լինել այնտեղ մշտական որևէ կառույց ունենալու մասին։ Շատ ցավալի է իհարկե, երբ որ այս ցավալի միջոցառումների մեջ մարդիկ փորձում են օգնելու փոխարեն գտնել գայթակղիչ ինչ-որ թեմաներ աղմուկ բարձրացնելու համար։